Հայաստանն ամեն ինչ անելու է, որ թրիփի շարունակության և տարածաշրջանի ապաշրջափակման համար Հայաստանի ներսում ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվող երկաթուղու հատվածները վերակառուցվեն։ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց Արման Եղոյանը։ Դեռևս 2025-ին Հայաստանի վարչապետը Ռուսաստանի Դաշնությանն առաջարկել է վերակառուցել երկաթուղու Իջևանի, Ախուրիկի և Երասխի հատվածները, սակայն ռուսական կողմից պաշտոնական պատասխան այդպես էլ չի ստացվել։ Փետրվարի 10-ին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը կրկին անդրադառնալով հարցին, ինչ այլընտրանքային լուծում կա, եթե Ռուսաստանը օրինակ հրաժարվի դա անել կամ շարունակաբար ձգձգի, նկատել էր։ Այդ ժամանակ պետք է լուծումը գտնվի, բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Հայաստանի շահերը սպասարկվեն, եւ ոչ թե հակառակը, հայտնվեն փակուղու մեջ։ Իսկ թե որքան է պատրաստ Հայաստանը սպասել ռուսական կողմի պատասխանին, կառավարող ուժի ներկայացուցիչն է պարզաբանում։ Դա ողջամիտ մեծ պրոյեկտների մասին ենք խոսում, ողջամիտ ժամկետների մասին է։ Ինչքան ժամանակում է հնարավոր 2 կիլոմետր երկաթգիծ կառուցել։ Վարչապետը խոսել է 2 մրցակցող նախագծերի մասին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, եւ այդտեղ շատ հստակ ասել է, որ մենք հստակ շահառու ենք եւ այդ մի քանի կիլոմետրը պետք է ինչքան հնարավոր է շուտ վերականգնվի, վերակառուցվի, որովհետեւ մենք հնարավորություն ունենանք աշխարհին, բոլորին, այդ թվում եւ Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին, հարավին ունենանք ենթակառուցվածք առաջարկելու իրենց ապրանքափոխադրումների համար։ Հայաստանի կողմից քաղաքական խնդիրը ձևակերպված է ըստ падգամավորի։ Եղոյանը հստակեցրեց երկաթուղու այդ հատվածները կապ չունեն թրիփի, հետևաբար այդ ծրագրի ներդրումների հետ։ Թրիփը մեղրի 42 կիլոմետրանոց հատվածն է։ Մենք հիմա խոսում ենք Երասխից, Գյումրի, Ախուրիկ եւ ընդհանրապես մյուս մեր Իջևան, չգիտեմ, մյուս ուղություններով երկաթգծի մասին, մասնավորապես Երասխ-Ախուրիկի մասին, որովհետև այդ ճանապարհով է, որ մենք ստանում ենք ելք դեպի համաշխարհային շուկաներ։ Իսկ թրիփը իր հունով գնում է, այնտեղ արդեն հուշագիրը ստորագրվեց, համաձայնագիրներ կլինեն, ընկերությունը կձևավորվի, աշխատանքները կսկսեն։ Падգամավորի խոսքով, որպեսզի երկաթուղու այդ հատվածները վերակառուցվեն եւ ամբողջը մոդեռնիզացվի, անհրաժեշտ է 200-ից 300 միլիոն դոլար ծախսանել։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։